Ապրիլյան պատերազմը մեզ նորից հիշեցրեց, ինչքան կարևոր է սպառազինությունն ու ռազմական պատրաստվածությունը։ Այսօր գործի մարդիկ ասպար զինամթերքի ու զենքի խանութի զինագործներն են։ Ռուբեն Մինասյանը զինագործ է, նա կատարում է պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանումների համար ռազմական զենքերի ու անհատական քաղաքացիական զենքերի վերանորոգում, փոփոխում է դրանք հզորացնում ու նաև աշխատում զենքերի արտադրման վրա։ Հիմա վերանորոգվում է SKS տիպի պոլուավտոմատ ակուսավոր զենք, որսորդական, ուղղակի շատ օգտագործված, ուներ պրոբլեմներ, ասենք շատ օգտագործելու հետ կապված, փողի հետ, մեխանիկայի հետ, հիմա դա վերականգնվել է, հիմա մաքրվելու է զենքը եւ հավաքվի։ Սա 54 թիվ է։ Ասենք արտադրվել է 47 թվից մինչև 56։ Մասնագիտությունը Մինասյանը ձեռք է բերել պատերազմի արդյունքում, հետագայում հմտացել ու սկսել է զբաղվել զինագործությամբ։ Արդեն շուրջ 20 տարի է նա աշխատում է այս ոլորտում, իսկ ասպարում բացման օրվանից, արդեն 10 տարի։ Եթե ասենք թե Մայամիում ապրենք, երևի դրանով չզբաղվեինք, ասենք թե Հայաստանում կռվի պայմաններում ուզած-չուզած ասենք թե այդ գործողություններով։ Ասենք թե եթե սիրում ես այդ գործը եւ կամաց խորանում ես, վերջով սարքում ես մի բան, որոնք մարդիկ օգտագործում են եւ իրանց դուրը գալիս է իրանց բոյի, չափի, հարմարություն, իրանց կրակելու հարմարալունում։ Ես կլիենտներ ունեմ, որոնք նոր զենքի խզակոտները փոխում են, որ մենակ հարմարացվի իրանց կրակելու ոճին։ Զինագործության նման աշխատանքում էլ պարզվում է կա ստեղծագործական մաս։ Միխայել Մինասովը նկարիչ է, արծաթագործ, նա կատարում է զենքերի փորագրությունը։ Ուզում եք ես ցույց տամ ստեղ ոնց արնում, հետո ոնց է ծավալ ստացվում։ Այս վերևի մասը էլ ծավալը տված չի։ Ստեղ արդեն առած է, ստեղ առած է։ Մանավից է։ Պողպատի վրա է փորում, այն ժամանակ սովետի ժամանակ զենքի փորագրությունը, այսինքն ստեղ գործարաններ չկար, իսկ շտամպեր էի սարքում, մեդալներ էի սարքում, հետո անցա, մանավից սկզբից դանակների վրա եմ աշխատել, դանակներից հետո անցա արդեն։ Դե նյուանսները հետ է, եթե հանգարտ փչացրեցիր, ուրեմն զենքը պիտի դենքցես։ Արդեն դզեր չի մնի։ Համար շատ զգուշ պիտի ունես։ Այն եմ սիրում, որ զենքին սազում է։ Որտեղ ոճեր կա, օրինակ հայկական ոճը զենքին ես չէի ասի, որ սազում է։ Որտեղ զենքը մի քիչ ուրիշ է։ Դանակների վրա կարող է հայկական ոճը լինել, իսկ բանի վրա, ատրճանակի վրա Մասնագետները նշում են, որ վերջին տարիներին հետաքրքրությունը աճել է զենքի ու զինապատրաստվածություն ձեռք բերելու հանդեպ։ Դրանից էլ նրանց մասնագիտությունը վերածնունդ է ապրել։ Հիմա կա ստանոկներ կան, որ սարքում են, փորագրությունը ստանոկով ստանում են։ Ինչ բարդության գործությունը շտակ է ստանում, բայց հասկացող մարդը երբեք չի գնա ստանալին, հասկացող մարդը ուզում է, որ ձեռքի աշխատանք անի, որովհետև ստանոկը իդեալական է սարքում։ Այս մեջը ուղղակի հոգի չկա։ Ոնց ասեմ, սառն է շատ։ Հիմա արդեն ավելի հանգիստ եմ նայում այդ process-ին, առաջ շատ ավելի ինչ որ տեսնում էի, շատ վրես ազդում էր բաներ անում, իսկ հիմա շատ ավելի փորձի հետ կապված, տարիքի հետ կապված ավելի հանգիստ եմ նայում, ավելի տեխնո ձևով եմ նայում այդ գործերին, բայց ընդհանրապես որսորդական հրացանների հետ կապված, եթե գործ ես անում քաղաքացիական զենքի, որը պլաստիկա ունի, ասենք թե փայդը մետաղի հետ, փայդի գույնը, նկարը, պետքա սիրես, ձեռդ պետքա շոշափի, որովհետև հին հրացանները, որ նայեք, ասենք թե վարպետի ձեռով անցած հրացանները, այդ տաքությունը մնում է մեջը։ Նայում եք, ինքը կարող է իդեալական չի կրկնում նկարը իդեալական, բայց այդ տաքությունը,
որ մարդ հասարք է, սա է ոչ թե մեքենան, դա մնում է։ Գործը երբեք իմ դուրի չի գալ։ Ինչու՞։ Չեմ անում։ Միշտ վերջում ասում են ավելի լավ կարայանի։ Մի հատ զենքի վրա հետաքրքիր բան եմ փորել, շատ հետաքրքիր է։ Ուրեմն այդ զենքի վրա 12 հատ կայսերների դիմանկարների փորել։ Հեսա։ Բայց վերջացրած չէ։ Այս զենքը վերանորոգվեց ձեր աչքերի դիմաց, ասենք թե չէր աշխատում, հիմա պետք է որ աշխատի։ Վերանորոգումից հետո պարտադիր է զենքը փորձարկել հրաձգարանում։ Ռուբեն Մինասյանը սիրում է կրակել հրաձգարանում ու նշում, որ ցանկալի է, որ բոլորը գան ու կրակել սովորեն։ Բացի դրանից դա լիցքաթափման մի ձև է, այսպես ասած, ագրեսիայի լիցքաթափման, եթե կրակում ես օրինակ ես էլ միշտ մեր մոտ ծիր մեկ կրակում եմ, այդ ինչ որ ագրեսիայի լիցքաթափման ձև է, որը ես մի քիչ հանգստացնում է, էլի, տղամարդկանց ամենայն դեպս չնայած աղջիկներն են շատ գալիս վերջերս առանձնապես։